Փարքնեժդեհին խոսել եմ հոգևորից մի բանից, որը հայը երբեք չի կորցնում կամ չի հրաժարվում եւ ասեմ մեր թշնամիները ներքին թե արտաքին որքան էլ ջանան այն կիսել, տրոհել, վերացնել, ոչնչացնել իսկապես իրենց դա չի հաջողվելու սա ուղղակի խոսքեր չեն, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպեսի անտարբերություն է առաջանում եւ ժողովրդային աջակցություն չկա, իշխանությունը արդեն ստիպված ինքը պարտավորեցնում է իր մնացած ծառաներին, ասենք նախագահ կլինի, խորհրդարանի նախագահ կլինի, իրենց բիզնես ոլորտի մարդիկ, քաղաքապետեր իրենց, ովքեր քեմալիստներ են, արդեն պարտավորեցնում են, որ իրենք կան իրենց շքախմբերով, որ մարդ երևա, որովհետև իրենց արշավը եկեղեցու հանրությունը չի ընդունում։ Եվ սա իսկապես անհանգստացնում է թշնամուն, թուրքերին։ Եվ ասեմ, ռուսները որքան էլ ջանան թուրքերի հետ, այսինքն եթե ես նախորդիմ եթերներում ասեցի, եթե իրենք Հայաստանը հանձնում են թուրքերին, ապա Մոսկվայի պատրիարքարանը պետք է չհանձնեն թուրքերին, նա պետք է առանձնացնեն փոքեն, ինչպիսին ասենք Երուսաղեմին է կամ Պոլսո պատրիարքն է, որը չի ենթարկվում հայ առաքելական եկեղեցում, առանձնացնեն պահեն իրենց, որ չենթարկվի թուրքին։ Ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի, որովհետև տարածաշրջանային զարգացումները այլ բան են հուշում, բայց ինչն է այստեղ կարևոր։ Պատկերացրեք, մինչև Արցախյան պատերազմը Նիկոլը այս կռիվը սկսեր։ Թուրքերը իրենց հաշվարկներում սխալվել են, օրինակ։ Եթե իրենք եթե չնայած ինձ թվում է իրենք մտադիր չէին, այսինքն մտադիր էին, բայց հույս չունեին, որ կարող են այս կարգի հաջողություն գրանցեն, որովհետև դե Ռուսաստանը, քանի որ Ուկրաինայում իր եղբոր տանը խնդիրներ ունեցավ, Արցախն ամբողջությամբ հանձնեց։ Իսկապես Ալիևը կերազներ այսպիսի իրավիճակի, բայց ինքը նորից երազների մեջ է, եթե ինքը վախեցած չլինի, ինքը այսքան խիստ չի շարունակի հայոց պետականության կործանման գործընթացը։ Իսկապես ինքը գիտի, որ մենք միշտ ռևանշ անելու ենք, որ աշխարհում այդպես աշխարհամաս կամ բացառությամբ եթե մայրցամաք նկատի ունենք Անտարկտիդան, մնացած բոլոր մայրցամաքներում խաչքար կա, հայկական եկեղեցի կա։ Հասկանում եք, հայկական, ոչ թե խաչքար մենք ունենք մենակ։ Երկու հայ եթե գնում են աշխարհի մի այլ ծայրում, եթե այնտեղ պետք է խաչքար դնեն։ Հասկանում եք, շատ դժվար է նման ժողովրդի հոգևոր աշխարհի հետ պատերազմել։ Ու սրանք իրենց հաշվարկներում սխալվեցին։ Եթե իրենք պատկերացրեք 18 թվականին Նիկոլը սկսել Գարեգին Բեի դեմ պայքարը։ Հələ Արցախ չի տվել։ Գիտեք ինչ հաջողություններ կգրանցեր ինքը։ Երբ որ ինքը փորձեր, այսինքն եթե թուրքերը հասկանային, որ ավելի շուտ հոգևորի հարցերը լուծեն, հետո հոգևորը դարձնեն Նիկոլի ծառան, այնտեղ մարդ տանեն դնեն, ժողովուրդը Նիկոլին թույլ կտար, կասեր հայ կաթոլիկոսը բան է, երեխա ունի, ունի, բայց բոլորն ունեն, էլի, վնաս չի որ, չէ՞։ Հիմա որ գնում է հնազանդվում է Նիկոլին, այդ մարդուն ազգային անվտանգությունը համոզված եմ, էլի, ասենք տեղեկություն չունեն, բայց կանչում է մոդը մի տեսանյութ է դնում առաջ, որտեղ ինքն է, այդ մարդն է, էլի, այդ հոգևորականն է, ասում է հրապարակենք, թե չէ, օրինակ։ Այն էլ ասում է, վայ չհրապարակես, ինչ ուզես կանեմ։ Դե ասում է գնա Նիկոլի մոտ խելոք նստի, ստորագրի, որ իր այս իբր եկեղեցու վերանորոգման գործին համաձայնեք։ Օրինակի համար եմ ասում։ Բայց էլի ասեմ, Գարեգին Բները շահագրգռված է, եթե գտնում է, որ Հայաստանը Թուրքիա պետք է դառնա, որտեղ ինքն էլ ոնց տեսնում ենք Պուտինին հնազանդ է եւ եղբոր հետ գոնե Ռուսաստանի թեմը սեփականաշնորհեն գնա իրենք քիչ բան կկորցնեն, իրենք անձնապես։ Բայց հուսամ, որ բանը դրան չի հասնի եւ անդրադառնամ բուն նյութին ինչի համար եմ ասում եմ, եթե հանգարց թուրքերը մինչեւ Արցախը նվաճելու փորձ անելը
ասենք մեզանից խլելը, ասենք ռուսների հետ, եթե սկսեին հոգևոր աշխարհի վրա հարձակվել, Գարեգին Բեին երևի մի ամսվա մեջ տապալ էր Նիկոլը։ Ժողովուրդը անմիջապես կաջակցեր Նիկոլին։ Այսօր չկա այդ աջակցությունը։ Մենք տեսնում ենք, որ չկա, իրոք չկա։ Կարող է գնա ինչ-որ մեկի հարցով, ասենք Ռոբերտին իբր ձևական փորձի պատժեր գնա, ես իմ որ ժողովուրդ հետ գնամ։ Կլինեն մարդիկ, բայց եկեղեցի չեն գնում։ Այս թուրքերն են հասկացել, չէ՞ որ սխալվել են։ Իրենք իրենց հաշվարկներում սխալվել են։ Այս գործը պետք է սկզբից անեին, բերեին իրենց ուզած կաթողիկոսին այն ժամանակ մենք էլի գլխի չէինք լինի։ Մենք հասկանում ենք, որ Նիկոլը Կրեմլի բերած մտտեղեն է, որովհետև չես կարող հապկում հեղափոխություն անել ու անպատիժ մնալ ու մնալ նորից հապկում։ Կամ եթե արել ես ու մնացել ես հապկում, ուրեմն դու ավտոմատ դարձել ես նորից հապկի հետագա մարդ։ Աստեղ ուրիշ երկրորդ տարբերակ չի կարող լինել։ Ու ինքը, եթե այդ ժամանակ ժողովուրդն ամենակույր ժամանակն էր, էլի, որ Նիկոլը բան Քրիստոսից հետո էր, էլի, իրանց համար, հա մենք էլ որ արդեն ասում ենք, որ հնարավոր չի սա, մենք դարձել ենք քխ։ Այն ժամանակ մենք որ ռուսին քննադատում ենք, մեզ ասում էին արևմուտքի, չգիտեմ, եսի ինչերը, այս մեր բարեկամներից ինչ եք ասում։ Հիմա ժողովուրդը հասկացավ, որ մենք ճիշտ ենք այսօր, լրատվամիջոցներով պետք է հնի մեզ սարքել են, բան, այլ արևմուտամիտ չենք, արդեն մենք Պուտինի, չգիտեմ, ես իմ գրուի բանը չեն, չիբուկչաններն են արդեն, կարոզը տանում են հակառակ, որ մենք ոչ թե հակառուս ենք, այլ ռուսամետ ենք, չէ՞։ Հիմա որ վաղը մի ուրիշ բան փոխվի, մեզ կտանեն, ասեն լուսնի վրա, ես իմ ինչի, ես իմ ինչն է։ Լավ, բուն թեմայից չշեղվենք։ Եթե հանգարց թուրքերը այս հաշվարկը, այս հոգևորին կպնելու, եկեղեցին ավիրելու գործընթացը, եթե անեին 18 թվից մինչև 20 թիվը, հավատացեք, այսօր մենք կունենանք մի կաթողիկոս, որը ամի այն Ալաշուկյո Փաշազադեին գնացել էր երթում էր տվել։ Առանց չավ, ասենք Նիկոլ ոնց է Ալիևի դեմ, Ալիևի Էրդողանի առաջ խոնարհվում։ Պարիզ բունի մասով, ես ուրիշ բան չեմ ասում։ Ինքը խոնարհվում է։ Եթե մարդու սենց դա տեսել ենք, չէ՞ այդ կադրը, սենց Էրդողանը ասում է, «Գյա դա արիլը», բազելով գնում է սենց, ուսես կանգնում է, որ հանձնարարություն ստանա։ Մենք դա տեսել ենք, հասկանում եք, կամ այդ Էրդողանի նկարը, Էրդողանը ոնց է նայում իրան, ինքը ոնց է, այսինքն էդել են իրեն ասել, ասել ժպտա, որ նկարում ենք, որ սա պետք է տարածվի։ Նիկոլը, այդ որ մեր Վարուժան Ավետիսյանը, մեր հանճարը, որ ասում էր, Նիկոլ դու ոչնչություն եղել ես ու կաս, հենց այնպես չէր ասում։ Մեր բախտը բերել է այստեղ, որ այս սրիկան, այս եկեղեցուն հարվածելու գործընթացը պատերազմից հետո սկսեց, որովհետև պատերազմից հետո ահագին մարդ սթափվեց, պատերազմից հետո անցել է արդեն 5 տարի, 6-րդ տարին է գալ, 5.5 տարի, և սրա պետականական, ասենք, կրթության հերնանիցելը, պատմության, քարոզները Մասիսի հետ վերաբերմունքը Մասիսին, չէ՞, առանց հիշողության մարդը դա հասարակական կենթանի է ուղղակի, կենթանի, ոչինչ, ինքը չգիտի ինքնով է, ինչ ունի ինքը։ Իր ունեցվածքը ձեռքից վերցնես, ասես, այս իմն էր, իսն չի ես եկել նստել սեղ, կասի ներողություն, գելնի կետա, որովհետև չգիտի, որ դա իր ապ ու պաբերինն է, իրեն ժառանգել են։ Կամ երեք ինքն է սարքել այդ պատերը դրել էլի, ոնց թե իմը չի։ Եթե դու չես հիշում դու ով ես, եթե դու, ասենք, առանց Արարատի, իսկապես հայ գոյություն չի ունենա։ Այսօր ինչի են թուրքերը խառնվել, ասում են Արարատը հանեք, որտեղ իրենք Արարատի փեշերին են ապրում։ Ու Արարատը իրենցը չի, դա արդեն հասկացնել է տալ, չէ՞, որ դուք ստեղ եկվոր եք։ Իրենք ուզում են դառնան Արարատյան մարդ։ Այնտեղ խողը քանդում են, հայկական բաներ են գտնում, ուզում են մի բան այնց անեն, որ մենք այդտեղ եկվոր ենք եղել, իրենք այդտեղ միշտ եղել են, այդ իրենցն է։ Բայց ասենք ոնց կարա ազերին, այս 100 տարվա ազերին, այս 100 տարվա մեջ մենակ իրենց գիրը 3 անգամ փոխել են։ Մենք Մաշտոցյան գիրը Մաշտոցից առաջ էլ է եղել, չէ՞, մենք Մաշտոցը վերականգնել է։ Այսինքն մենք մեր գիրը չենք էլ փոխել։ Որովհետև անգամ Լատինական Ամերիկայում, չէ, այն թասը, որ գտել են մի քանի հազար տարեկան էր։ 6-7 հազար տարեկան էր կարծեմ։ Հայկական տառեր կար նրա վրա խփած։ Այդն էլ Լատինական Ամերիկայում, հարավային Ամերիկայում։ Այսինքն մերոք աշխարհով մեկ
այդ պոլինեզիական կղզիներում բաներում որ գնացել են, աշխարհով մեկ տարածվել են իրենց գիրն ու մշակույթն էլ հետները տարել են։ Այսինքն ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի գյուտից հետո մենք մեր գիրը չենք փոխել, դրանից առաջ էլ է նույնը եղել։ Հասկանում եք, իսկ ազերիները այդ լատինատար գիրը, որ չնայած հայ մարդ է ստեղծել իրենց համար այդ գիրը, այն ժամանակ, դե իրանք բան չեն ունեցել, դրանք փոչվորը ինչ պետք է ունենար։ Իրենք ոչ մշակույթի գործի չեն ունեցել 100 տարի առաջ, ոչ ասող են ունեցել, ոչ մի բան չեն ունեցել։ Այդ որ Ադրբեջանը պետք է ձևավորվեր, իրանք ոչինչ չեն ունեցել։ Մտավորականություն չեն ունեցել, ի՞նչ մտավորական։ Թաթարի մտավորականը ո՞րն է։ Քոչվորի, անասնապահի։ Վերջը։ Ուրեմն մեր բախտը բերել է այս հարցում, ես նորից կրկնեմ, որ Նիկոլը այս գործը սկզբից չսկսեց նոր հարձակվեցին մեր վրա, հավատացեք, շատ բարդ էր լինելու։ Գարեգին որքան էլ Կրեմլի ծառա է, բայց ինքը մնում է Կրեմլի ազդեցության տակ։ Եվ շատ հնարավոր է, էլի օրինակ, որքան էլ ինքը, չգիտեմ, հանրության զգալի մասը իրեն չի ընդունում, բայց տղա է էլի, մի օր կարող է, ասենք, որ տեսնել Մոսկվան ոչ մի բանի չի, ու վերադառնա ազգային դաշտ, օրինակ, այնպիսի մի անես փոխվի, անես բաներ կազմակերպվի, որ ասենք բոլորն ապշեն օրինակ, ու դա էլ չի բացառվում։ Երանի չէր, ասենք, բոլոր կարող, ովքեր հանցանք են գործել ազգի համար, դե բնական է Նիկոլը այդ կամքը չունի, հանգարց շուռ կան, գիտակցեն, որ իսկապես չի կարելի թողնել ռուսիկը մահաճույքին կամ թուրքի, տեր կանգնել է պետք, շատ բան ավելի արագ կփոխվի։ Եվ իսկապես, ինչպես մեծը Նժդեհն է ասում, երբեք եւ ոչ մի տեղ առանց հոգևոր հայրենիքի չլինես։ Նվաճելի է նյութական հայրենիքը, հոգևորը երբեք։ Մեր եկեղեցին ավիրել են, դերդերներին մորթել են, քշել են, տարել են, քոչը տարել ուրիշ տեղ, այդ տարածքը ամայացել է։ Ու հետո այդ եկեղեցին այդ հավատը, այդ կրոնը մնացել է մարդու մեջ։ Ինքը հոգևորական չի եղել։ Տերներին կախել են, գնդակահարել են, չէ, սպանել են, եկեղեցին ավիրել են, ժողովուրդներ քշել տարել են, այդտեղ քոչ են տալ։ Կտարել են, ասենք Սիրիա։ Այդ ժողովուրդը, այդ հոգևոր հայրենիքը տարելանդեր եկեղեցի ա կառուցել, խաչքար է կառուցել, տերդեր է ծնել, ասել եք աղոթք կարդա, հասկանում եք։ Իրանց մեջ հայ մարդու մեջ դա միշտ մնացել է։ Ու այս անհույս փորձերը, որ սա անում են, դե Նիկոլը չի հասկանում, որ ինքը չի կարող։ Ուղղակի չի կարող չանել հանձնարարությունը, որովհետև, չգիտեմ, երևի դանակ կա վզին դրված։ Ես ոնց մտածում եմ, մեր բախտը բերել է այս անգամ, որ մինչև Արցախին հասնելը եկեղեցու հարցերը չէին լուծել։ Եվ խորհուրդ կտամ եկեղեցու կողքին լինեք, այնքան ուժեղ, որ Գարեգինն էլ չհամարձակվի։ Ես միշտ գտնում եմ, ես միշտ չգիտեմ իմ գլխի մեջ այն է, որ թուրքերն ու ռուսները մեր եկեղեցին ուզում են կիսեն իրար մեջ։ Եվ Գարեգինն էլ հլու հնազանդ Նիկոլի պես մի Նիկոլ էլ նա է։ Մի քիչ հարմար Նիկոլ է երևի, մի քիչ հարմար Նիկոլ է ինքը, բայց կարա ինքը տեղադառնա, Նիկոլը չէ։ Տեսնենք։ Նրա խաղությամբ, էլի ինչպես մեծը Նժդեհն է ասում, առանց հոգևոր հայրենիքի երբեք ոչ միտեղ չմնաք։ Հոգևոր հայրենիք կրողը նյութական կորսված հայրենիքը կարող է վերականգնել։ Ունեցի ներսում ցանկություն, հավատ եւ կամք։ Կվերականգնվի հայրենիքը։ Մնաք խաղությամբ։